Ողջույն, ես Կարեն Մնացականյանն եմ եւ այսօր Խելացիր կրթական ալեքի Պահպանիր Սևանը հաղորդաշարի առաջին թողարկման ընթացքում մենք կխոսենք Սևանի պատմությունից, կարևորությունից եւ խնդիրներից, որոնք մենք ապագայի երիտասարդներս ժառանգել ենք եւ մեզ վրա է դրանց լուծման ճանապարհները գտնելու հարցը։ Սևանի ավազանի պահպանության հիմնախնդրին նվիրված այս տեսաշարում մենք զրուցել ենք կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր պարոն Սամվել Պիպոյանի հետ, ով կիսվել է իր մասնագիտական փորձով վերհանել ներկայիս խնդիրները եւ խոսել ապագայի մասին, որը կարող են կերտել խելացի եւ բանիմաց երիտասարդները։ Առաջին հարցը՝ ինչու Սևանի կղզին վերածվեց լեռնոց։ Ուրեմն Սևանի պատմությունը որպես լիճ ունի ընդամենը մի քանի 100,000 տարվա պատմություն, սակայն նրա հետ իրական փոփոխությունները տեղի են ունեցել վերջի 100-ամյակի ընթացքում։ Արդեն սոցիալիստական երկիր դառնալուց հետո Հայաստանում ձեռնամուխ եղան տնտեսության զարգացմանը եւ առաջի հերթին խնդիր էր դրված, որ զարգացնեն արտոնաբերությունը։ Եվ արտոնաբերության զարգացման տեսանկյունից շատ կարևոր էր հոսանքի, էլեկտրական հոսանքի առկայությունը։ Եվ այդ առումով առաջին հայացքը ուղղվեց դեպի Սևանալիճ, որպես ամենաէժան ջրի եւ հոսանքի տարբերակ, եւ առաջարկվեց մի հետաքրքիր նախագիծ այն ժամանակ էր, բնականաբար հետաքրքիր համարվում, որ մենք քիչացնենք Սևանի մակարդակը որոշակի մետրերով եւ մենք կստանանք համ էժան հոսանք, էլեկտրական հոսանք, կզարգացնենք տնտեսությունը, իսկ ազատագրված տարածքները, որոնք կլինեն հիմնականում մեծ Սևանի տարածքում, դրանք օգտագործվեն գյուղատնտեսական նպատակների համար։ Այդ տարիներին բնապահպանական որևէ խնդիր ոչ մեկի չէր անհանգստացնում եւ այդ անհանգստությունը բացարձակ ստորադասվում էր, եթե անգամ էր լիներ, որովհետեւ առաջի հերթին պետք էր սոցիալիստական երկրի զարգացում, մարդկանց բարեկեցության բարձրացում եւ ինչ խոսք, որ երկիրը տնտեսապես պետք է առաջ գնար կապիտալիստական երկրներից։ Այդ ծրագրի համապատասխան 20-ական թվականներից սկսվեց Հրազդան գետի վրա կառուցվել հեկերի կասկադ եւ կառուցվեց 6 հեկ։ Ինչ էր դրա նպատակը։ Այդ հեկերը աշխատելով տալիս էին բավական էժան հոսանք Սևանա ջրերի առատորեն բաց թողելու արդյունքում։ Բնականաբար նման վերաբերմունքը իրեն երկար սպասեցնել չտվեց եւ արդեն 30-ականների վերջին եւ 40-ականների սկզբին Սևանի մակարդակը այնքան ընկավ, որ Սևանա կղզի, որտեղ գտնվում է շատ հանրածանոթ Սևանավանքը, Սևանավանքը հիմնադրվել է 305 թվականին Գրիգոր Լուսավորչի կողմից, իսկ երկու հիմնական Սուրբ Առաքելոց եւ Սուրբ Աստվածածին եկեղեցիները հիմնադրվել են 874 թվականին։ Սկսեց դառնալ ոչ թե կղզի, այլ աստիճանաբար վերածվեց թերակղզու։ Նախկին նավակների փոխարեն այստեղ արդեն ճանապարհ գծվեց եւ արդեն 50-ական թվականների վերջից բոլորը Սևանա կղզի հասկացողությունը դարձավ թերակղզի եւ հանգստի գոտի։ Ահա այսպես փաստորեն տնտեսական զարգացման ակնկալիքով Սևանա լճի մակարդակը կտրուկ ընկավ։ Հիմա այստեղ արդեն առաջացան հաջորդ խնդիրները, որոնք որ մեր երկրի համար աստիճանաբար ձեռք բերեցին կարևորություն։ Սոցիալիստական երկիրը արդեն ունեցավ բավական էժան էլեկտրական հոսանք ստանալու հնարավորություն, դա արդեն Ռուսաստանում կամ այլ երկրներում, ելի նորից մի կողմից ջերմային էլեկտրակայանները, մի կողմից ատոմային էլեկտրակայանները ավելի ուշ եւ անգամ հեկերը, որոնք կառուցվեցին այլ խոշոր գետերի վրա, կարողացան լարանցումների միջոցով Հայաստան հասցնել բավական մեծ քանակությամբ հոսանք, այսինքն Հայաստանի համար առաջի հերթին այն կարևոր տնտեսական զարգացման համար հանդիսացող հոսանքը կորցրեց իր արդիականությունը։ Մարդիկ սկսեցին մտածել, հիմա լավ, Սևանի ջուրը սկսեց իջնել, բայց այն իջած տեղերում, որտեղ որ իրենք փորձում են գյուղատնտեսական ինչ որ գործունեությամբ զբաղվել, տեսան, որ ընդհանրապես հնարավոր չի ինչ որ մի բան ցանել, որովհետև ամբողջ քարքարոտ վայրեր են։ Եվ մյուս կողմից էլ սկսվեց կլիմայի բավական լուրջ փոփոխություն, մեծ քանակով աղբյուրներ, որոնք գալիս էին, ընդ որում նույնիսկ Գառնիի կողմը, նրանք սկսեցին չորանալ։
բավական մեծ քանակությամբ աղբյուրներ, որոնք այն Սևանի ափին նույնպես սկսեցին չորանալ։ Մարդիկ սկսեցին անհանգստանալ, որովհետև գյուղատնտեսության համար առաջին նշանակություն ուներ ջուրը, իսկ ջուրը գնալով քչանում էր։ Այս տեսանկյունից երկրորդ խնդիրը սկսեց առաջանալը ձկնային տնտեսությունը, որը որ հանդիսանում էր Սևանա լճի համար կարևոր գործոններից մեկ, նույնպես սկսեց քչանալ պրոդուկտիվությունը, հատկապես դա վերաբերում էր Սևանի պարծանք համարվող իշխանի տեսանկյունից։ Ու ամենահետաքրքիրը այն էր, որ 1924-ից 27 թվականներին Սևանա լիճ ներմուծվեց Սևանի Չուդ եւ Լադոգա լճերից Սևանի հետագայում Սիկ կոչվող ձկնատեսակը, որը մինչև 50-ական թվականների կեսեր ընդհանրապես լճում չէր երևում։ Եվ հանկարծ 50-ական թվականներից հետո իշխանի քանակի կտրուկ նվազման արդյունքում Սիգի արտադրությունը կտրուկ բարձրացավ։ Հիմա համեմատելի չի Սևանի Սիգի եւ Սևանի իշխանի համային տարբերությունը, որովհետեւ Սևանի իշխանը միշտ էլ համարվել է էլիտար ձկնատեսակ եւ մյուս կողմից էլ արդեն Սևանա լճում ջրի իջեցման արդյունքում ջուրը սկսեց կանաչել։ Եվ 1962-ից 63 թվականների ընթացքում տեղի ունեցավ Սևանա լճի առաջի կանաչումը, ջրի կանաչումը, երբ որ կապտականաչ ջրիմուռները բավական մեծ տարածքներ էին գրավում եւ նվազեցնում էին ջրի որակը։ Ահա այս ահազանգը, որ գնաց թե ոնց ինչպես անենք, որ ոչ թե ջուրը 18 մետրով, որը արդեն իսկ նվազել էր, իսկ նախկինում Սևանա լիճը գտնվում էր 1916 մետր բարձրության վրա եւ 1960-ական թվականներին ինքը գտնվում էր մոտավորապես 1900 մետր բարձրության, ասել 16 անգամ 18 մետրով իջել էր մինչեւ 1898 եւ առաջ եկավ մի այլ ծրագիր, որ այ մենք չենք կարողանում օգտագործել Սևանի շուրջը ձևավորված այդ տարածքները, դրանք անջրդի են եւ չոր, գյուղատնտեսական որևէ հանդակ չի կարող լինել, արեք հանգստի գոտի որպես օգտագործենք, տնկենք անտառներ, կանաչ գոտի ստեղծենք։ Մյուս ծրագիրը, որ Արփա-Սևան թունելը փորձենք կառուցել եւ Արփա գետի ջրերը, որոնք հոսում էին դեպի Ադրբեջան, այն ժամանակ մենք բերենք եւ փաստորեն դա հսկայական օգուտ կլինի Սևանա լճի համար, ասեմ, որ Սևանա լիճ էին թափվում 28 փոքրիկ գետ եւ գետակ եւ դրանք էին հիմնական ջրի ավելացման հնարավորությունները Սևանա լճի համար։ Այն էլ այդ տարիներին, երբ որ խոսքը գնում է 60 եւ 70-ական 70-ական թվականներին, այդ ջրերն էլ իրենց հերթին սկսեցին օգտագործվել գյուղատնտեսական նպատակների համար։ Հետագայում հեկեր էին կառուցվել եւ այդ հեկերի համար։ Եվ փաստորեն ջուրը չէր բավարարում։ Եթե չհաշվենք անգամ այդ տարիներին դեռևս չհրճակված կլիմայի փոփոխության գործը։ Գիտեք, կլիմայի փոփոխության ազդեցությունը ջրամբարների վրա բավական մեծացավ վերջի տասնամյակների ընթացքում։ Ես ես խոսում եմ այս դեռևս 1960-70-ական թվականներին։ Եվ այդ տարիներին որոշումը կայացվեց այն ժամանակ գիտեք նորից սոցիալիստական երկիր էր եւ Քոչինյանը Անտոն Երվանդի Քոչինյանը խորհրդային պետական գործիչ էր, ով մեծ ներդրում ունեցավ Հայաստանի տնտեսական եւ մշակութային առաջընթացում։ Որպես Կենտկոմի առաջին քարտուղար նրա պաշտոնավարման ժամանակ սկսվեց կառուցել Արփա-Սևան ջրատարը։ Երևանում մետրոպոլիտեն կառուցելու նախաձեռնությունը սկսվեց եւ կառուցվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը։ Ժամանակ մեր Կենտկոմի առաջին քարտուղարը կարողացավ սկզբում Նիկիտա Խրուշչովի հետ պայմանավորվածություններ ձեռք բերել, իսկ հետագայում արդեն Լեոնիդ Բրեժնևի հետ վերջնական որոշումը կատարվեց եւ ի վերջո հրաման ստորագրվեց, որ պետք է փորել 48 կիլոմետրանոց, եթե չեմ սխալվում, հիշողությունս կամ 49 կիլոմետր ստորերկրյա ուրեմն թունել եւ Կեչուտի ջրամբար ստեղծել, Կեչուտի ջրամբարում հավաքել Արփա գետի ջրերը եւ այնուհետեւ այն ուղղել դեպի Սևանա լիճ։ Այդ 17 թե 18 տարի այդ թունելն էր փոխվում բավական հսկայական գումարներ, այն ժամանակ տասնյակ միլիոնավոր ռուբլիների ծախսեր եւ սովետական միության համար նույնիսկ բավական զգալի անգամ սովետական միության մասշտաբի առումով զգալի գումարներ էին ներդրվում, բայց երբ որ ինքը գործեց
արդեն կարծես թե բավական ուշ էր Սևանա լճի էկոհամակարգը ամբողջովին վերականգնելու տեսանկյունից։ Մենք անդառնալիորեն այդ թվականներին 1980-ական թվականներին կորցրեցինք Սևանում բնակվող իշխանի երկու տեսակի, մեկը բոջակը, մյուսը ձմեռային իշխանը, իսկ մյուս երկու տեսակը, որն էր ամառային իշխանը եւ Գեղարքունին, դրանք գրանցվեցին Հայաստանի Հանրապետության, այն ժամանակ սոցիալիստական հանրապետության կարմիր գրքում 1987 թվականին։ Բացի իշխանից ոչնչացման վտանգի տակ հայտնվեց նաև Սևանի բեղաձուկը։ Ես չեմ խոսում այլ մյուս կենդանիների մասին, թռչնաշխարհի մասին, ձկնային մյուս պաշարների մասին, կողակի ասենք, որ հսկայական քանակություններ եւ տալիս էր Սևանի ամբողջ զրտնավետության մոտապես 20-ից 25%։ Դրանք բոլորը իջան համարազրոյի։ Ջրի վատ վիճակը էկոլոգիական հանգեցրեց նրան, որ 1983-84 թվականներին անգամ Սիգի անկում տեղի ունեցավ։ Պատճառներից մեկը, տարբեր գիտնականներ, տարբեր կարծիքներ էին արտահայտում, պատճառներից մեկը դա սննդի խիստ պակասն էր Սևանա լճում։ Ձուկը ուղղակի սոված էր, չուներ կեր եւ սովից սատկում էր։ Իսկ մյուս կողմից էլ թե քանի ցենտներ կամ քանի տոննա ձուկ պետք է բռնել, միշտ հակասական կարծիք կար, թվում էր թե մենք պաշտպանում ենք ձկնային պաշարները շատացնելու, սակայն ձուկը եթե կեր չուներ, ապա ինչը պաշտպանվեր, սովից ինքն էր սատկում։ Ահա արդյունքում ստացվեց, որ 1990-ականներին, երբ որ արդեն Հայաստանի Հանրապետությունը ձևավորվեց, բավական մեծ ուշադրություն սկսեց դարձվել Սևանա լճի էկոլոգիայի վերականգնմանը եւ 1996 թվականին հրատարակվեց Սևանա լիճը 3 այսօր վաղը հանրահայտ աշխատությունը, ուրեմն Հովհաննիսյան, Ռաֆայել, շատ հայտնի գիտնական, ակադեմիկոս, թղթակից անդամ, եւ այդ գրքի հիման վրա մշակվեց մի նախագիծ, համաձայն որի Սևանի մակարդակը պետք է բարձրացվեր մինչև 2003.5 մետր միշ, ծովի մակերևույթից այդքան բարձր։ Եվ այդ ծրագիրը մինչև հիմա էլ կարծես իր արդիականությունը չի կորցրել եւ այդ առաջարկությունների եւ նախագծերի հիման վրա ընդունվեցին մի շարք օրենքներ Սևանա լճի պահպանության մասին, Սևանա լճի մասին օրենքները, որտեղ կային հատուկ դրույթներ, որ եթե Սևանա լճից ջուր է բաց թողնվելու, ապա չպետք է այդ ջուրը այնքան լինի, որ Սևանը հաջորդ տարի ավելի ցածր մակարդակ ունենա անցած տարվա նույն նիշի համեմատ։ Բայց ցավոք դու գիտեք, որ հետագա տարիներին 90-ականներից հետո 2000-ականների սկզբին կլիմայի գլոբալ փոփոխությունների մասին սկսեց խոսք գնալ։ Նորից գնաց Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման ծրագրերի մասին։ Դու գիտեք 90-ական թվականներին մենք հոսանքի խիստ կարիք ունեինք, ամբողջ երկիրը կոլապսի մեջ էր, մենք որևէ տեղից հույս չունեինք, որ հոսանք ստանանք եւ ահա նորից Սևանի ջրերը եկան փրկելու երկիրը արդեն սոցիալական աղետից ու շատ մեծ քանակությամբ նորից ջրեր բաց թողվեցին Սևանա լճից եւ 1998 թվականից մինչև 2002 թվականի ընթացքում ջրի մակարդակը եւս իջավ մի քանի մետրով եւ կազմեց 20 մետր ավելի ցած, քան իր նախնական տարբերակն էր։ Այսինքն 1896 մետր ծովի մակերևույթից բարձր։ Բնականաբար, երբ որ 90-ական թվականներից հետո ճգնաժամը, երբ որ անցավ, մեր ատոմակայանը սկսեց աշխատել, մենք ունեցանք նաև այլընտրանքային տարբերություններ, փոքր հեկերի, մի հսկայական ցանց ձևավորվեց Հայաստանում, փոքր հեկերից բացի աշխատեց նաև ջերմաէլեկտրակայանները Երևանի եւ Հրազդանի, եւ այս ամենը բերեցին, որ մենք արդեն կարիք չունեցանք սկզբում Սևանի ջրերը որպես հիդրոռեսուրս, էլեկտրական ռեսուրս ծախսելու տեսանկյունից, սակայն մնաց ոռոգելու խնդիրը։ Սրա վրա մենք երբեք աչք չենք փակել եւ գաղտնիք չի, որ այդ 170 միլիոն խորանարդ մետրը, որ ամեն տարի ազգային ժողովը որոշում է բաց թողնել Սևանա լճից, գնում են դեպի Արարատյան հարթավայր հիմնականում, ճանապարհին էլ բնականաբար ոռոգելով Կոտայքի մարզի առանձին գյուղատնտեսական հանդակներ, բայց հիմնականում դա Արմավիրի եւ էլ ավելի շատ Արարատի մարզի գյուղատնտեսական հանդակներն են եւ փաստորեն մեր ամբողջ տնտեսությունը, գյուղատնտեսությունը հենված է Սևանա ջրի վրա, այս 3 մարզերում, հիմնականում դրանց վրա։
Եվ ստացվեց այնպես, որ ջրի հսկայական կորուստները նորից բերեցին իրենց էկոլոգիական բացասական ազդեցությունը Սևանի ողջ էկոհամակարգի վրա եւ անգամ այն ձկնատեսակները, որոնք որ թվում են թե նրանց պաշարներին էական սպառնալիք չկա, օրինակ բոլորը վախենում էին, որ 80-ական թվականներին Սևանալիճ անկած արծաթափայլ կառասը ինքը կշատանա այնքան, որ կոչնչացնի այնքան Սիգին եւ էլ չասեմ մյուս տեսակներին, այսօր ստացվում է, որ կառասն էլ է վերանում։ Վերջի տվյալները ցույց են տալիս, որ Սևանա լճում կառասի պաշարները իջնում են համարյա 0-ից, դա արտնագործական տեսանկյունից հետաքրքիր ցույց է։ 0-ի իջել կողակի պաշարները, համարյա կողակ մենք չունենք Սևանա լճում։ Բեղաձուկը որպես այդպեսին պահպանվել է հիմնականում Սևանա լիճ թափվող որոշ գետերում։ Ու այս տեսանկյունից շատ կարևոր է վերհանել այն հիմնախնդիրները, որոնք բացի լճի իջեցումից մենք ունենք նաև նրա ավազանի շուրջ։ Բացի ջրի հիմնախնդրից եւ ձկնային պաշարների ռացիոնալ օգտագործման տեսանկյունից հարցեր առաջանում թե ել ինչ խնդիրներ կան Սևանա լճի շուրջ։ Գաղտնիք չի, որ Սևանա լճի շուրջ կան մի քանի խոշոր քաղաքներ՝ Սևաններ, Վարդենիսը, Մարտունին եւ Գավառը, եթե չհաշվենք Ճամբարակը մյուս կողմում, Սևանի եւ այս խոշոր քաղաքները իրենց հարակից տարածքներում գտնվող գյուղերով շատ մեծ քանակով արտնագործական սկզբում 70-80-ական թվականներին, իսկ հետագայում արդեն գյուղատնտեսական թափոններ էին ներմուծում Սևանա լիճ։ Դա բնականաբար վատացնում էր ջրի որակը։ Երկրորդ խնդիրը կանում էր այդ մարդիկ, որոնք որ 90-ական թվականներից հետո, որոնք սովոր էին աշխատել տարբեր գործարաններում, ունենալ գյուղատնտեսական լուրջ հանդակներ եւ այլն, հայտնվեցին Հայաստանից արտագաղթելու խոպան հասկացողությունը, հա, այստեղ առաջի տեղում եկավ ու շատ մեծ թվականակով, հատկապես Արական սեռին պատկանող տղամարդիկ լքեցին Սևանի ավազանը ու մեկնեցին։ Իսկ նրանք, որոնք որ մնացել էին Սևանա լճի ավազանում, ստիպված էին աշխատել նորից Սևանի հաշվին։ Էլի նրանց հիմնական գործը դառավ որսագողությունը կամ թույլատրված որսը, հիմնականում սիկ ձկնատեսակի, որը նույնպես իր հերթին բազմիցս անգամ նախարարության կողմից, շրջակա միջավայրի նախարարության կողմից բարձրաձայնվել էր, որ եթե այդպես շարունակվի, ապա մենք այդ ձկնատեսակն էլ կկորցնենք, դրանից հետո ինչ։ Ցավոք սրտի շրջակա այդ տարածքներում բնակվող մարդկանց այդքան էլ չի հետաքրքրում պահպանության խնդիրը։ Ես անձամբ ինքս լինելով ձկների մասնագետ, շատ անգամ, երբ որ տեղացի մարդկանց միջոցով փորձում էի ձկներ որսալ գիտական հետազոտությունների համար, հանդիպել եմ հետևյալ դեպքերի, երկու դեպք ասեմ, իրարից մոտ 30 տարով տարբեր։ 1987-8 թվականներին, երբ որ ես խնդրել էի, որ ինձ համար կառաս որսան ցանցով եւ այդ ձկնորսը, որը որսում էր, ցանցի մեջ ընկնում էին հետաքրքիր փոքրիկ իշխաններ։ Ինքը բերեց ուրախ, տես ինչ են որսացել։ Ես նայեցի իրեն, հա շատ լավ ես արել, բայց այս ձկներին պետքա բաց թողել, որպեսզի նրանք իրենց տարիքը մեծացնեն եւ հետագայում բազմանան ու տեսնեիք այդ տղամարդու զայրույթը, երբ որ ես մոտ 20 թե 30 մանրաձուկ բաց էի թողել։ Ասում եմ, լավ, եթե դու այս փոքրերին բռնես, ինքն էլ կարմիր գրքյան տեսակ է։ Ինչ ես անելու։ Ասպա դե գիտես, ինչ լավ ուխա է դուրս գալիս, ձկնապուր։ Երկրորդը 1998 թվականին, երբ որ ես Սևանա լճի վրա հանձնաժողովի կազմում ուսումնասիրում էինք սիգի պաշարները, ու ամենահետաքրքիրը որն էր, որ բռնեցին երկու իշխան, ընդ որում երիտասարդ 20-22 սանտիմետր երկարությամբ, մի կերպ ձկնորսների ձեռքից վերցրեցի, այդ մեկը վիրավոր էր ու խռիկը կտրվել էր ու ես այդ ձկան ասեցիք, դե կֆիքսեմ ուսումնասիրեմ, այն մյուսը, որը առողջ էր, ես շուռ եկա նավի մյուս կողմից բաց թողեցի ջրի մեջ։ Մենակ տեսնեք, թե այդ ձկնորսները ինձ ուզում են սպանեին, ոչ թե նրա համար, որ ես իրենց ձեռքից վերցրեցի ուրեմն այն իշխան ու պահեցի, այլ ինչի բաց թողեցիր։
Եվ վերջապես վերջի տարիներին արդեն 2015 թվականից հետո, երբ որ Սևանում բավականին սկսեցին ձկնաբուծական խնդիրներ լուծել, Սևան իշխանի բազմացում եւ նմանրաձկների բաց թողում եւ այլն, այդ տարիներին էլ անգամ երբ որ ձկներին բաց էինք թվում էր թե լավ գործ ենք անում, որ ձկները պետք է գնան մեծանան, մեր բաց թողվելուց անմիջապես հետո շրջակա միջավայր տարածքներում գտնվող գյուղերի բնակիչները գալիս եւ որսում են մեր բաց թողած բոլոր ձկները, ինչքան հնարավոր էր, որպեսզի տանեն կամ իրենց, չգիտեմ, արհեստական լճակներում աճեցնեն կամ չգիտեմ ինչ նպատակի համար։ Ու այս տեսանկյունից ես փորձում եմ հասկանալ, արդյոք մենք ճիշտ ենք վարվում տեղի բնակչության հետ։ Մենք փնովում ենք անտանք բնակչությանը, որ իրանք անդադ փորձում են օգտագործողի կարգավիճակով հանդես գալ, բայց ինչ ենք անում, որ իրանք այդպեսին չլինեն։ Շատ հաճախ լսում եմ, որ մենք պետք է էկոլոգիական կրթություն, դաստիարակություն իրականացնենք, իդեպ Հայաստանում այդպիսի օրենք գոյություն ունի, բայց եթե մարդը սոված է, եթե մարդը հացի խնդիր ունի, իրան բացարձակ դա չի հետաքրքրում, եթե իր ձեռքը բռնող չկա։ Առաջի հերթին բռնողը եթե անգամ էլ լինի, բայց մարդը սոված է, միևնույն է գնալու է ռիսկի։ Եվ այս դեպքում մենք պետություն որպես ինչ ենք անում թեթևացնելու սոցիալական խնդիրները, որոնք կան Սևանա լճի ավազանում։ Իմ կարծիքով միջև հիմա լուրջ ներդրումներ այդտեղ չկան։ Ամենայն դեպս ես չգիտեմ, բացի ռեստորանային, բացի հյուրանոցային, բացի գյուղատնտեսական որոշակի ծրագրերից, որոնք լայնամասշտաբ չեն, այլ հիմնականում մասնավոր անհատներին են վերաբերում, նրանք լուրջ չեն էլ մտածում Սևանի մասին, բառից բուն իմաստով։ Նրանք իրենց շահի մասին են մտածում։ Թքած ունեն, կներեք այդ բառի համար, թե ինչ կլինի 10 տարի, 20 տարի հետո։ Սևանը լիճ են փորձում բարձրացնել, հաջորդ խնդիրը դա ափին աճած ծառերի կամ անտառների կտրտումներ։ Արեք հասկանանք։ Այո, եթե մենք բարձրացնելու ենք լիճը 2003 մետր ծովի մակերևույթից բարձր, դա նշանակում է, որ այսօր Սևանի ափին, հատկապես Երևանից դեպի Վարդենիս ընթացող այդ մայրուղին, մի մասը մնալու էր ջրի տակ։ Մենք պատրաստ ենք նոր ճանապարհ կառուցել, մենք պատրաստ ենք այն շինությունները, որոնք գտնվում են ափերին, քանդենք նորը վարձահայտուց լինելու տեսանկյունից մենք շատ գումար ունենք, արդյոք պետությունը գումար ունի վարձահայտուց լինելու։ Եվ ամենակարևորը ազգային պարկ է ստեղծվել։ Եվ այդ ազգային պարկի տեսանկյունից իմ անձնական կարծիքն եմ ասում, խիստ հսկողություն պետք է լիներ, սակայն այնքան քիչ են այնտեղ անտառապահները, որ իմ կարծիքով ոչ էֆեկտիվ է լուծումը որպես այդպիսի, որովհետև նորից եմ ասում, ես մեկ ստուգման նպատակով գնում էի Սևանա լճի ափ տեսնելու թե ինչպիսի ծառայություն են կատարում այնտեղի անտառապահները, մարդիկ ասում էի դա հենց անմիջապես շորժայում էր։ Հիմա չեմ հիշում անունը ոնց էր։ Ոնց։ Դրախտիկ, այո, դրախտիկի ուրեմն այդ տեղամասում գոյություն ունի մի հատ արգելավայրային մաս։ Ուրեմն անտառապահին նման են գալիս թե ուրեմն մի խոսքով գտանք իրեն, հարցնում եմ, ասում եմ թե դու որտեղ պետքա լինեիր հիմա։ Դե ասում եմ մի օր գնում եմ Սևանի ափ։ Երկրորդ օրը բարձրանում եմ այդ նոսր գիհուտային տարածքները տեսնեմ այնտեղ վիճակ։ Ասեմ ձի ունես, չունեմ, մեքենա ունես, չունեմ։ Հեռախոս քեզ պետությունը տալիս է, չէ, չի տալիս։ Աշխատավարձդ ինչքան է 70,000 դրամ։ Հիմա ես մտածում եմ, այս մարդու շահագրգռվածությունը որն է, որ ինքը պետք է այդ հսկա տարածքը մեկ հոգու պայի չունենալով ոչ մի իրավական ուժ սկզբունքորեն, որովհետև եթե անգամ ինքը որսագողության կամ անտառահատման դեպք էլ ֆիքսի, ապա պետք է տեսչություն կանչի, որ մարդիկ գան այդ բանը արձանագրեն եւ այլն։ Այն ժամանակվա աշխատանքային օրենսգիրքն այնպես էր, որ եթե ժամը 6-ից հետո դելնում, ինքը այդ գործագող կարասի աշխատանքային ժամը վերջացել է, դու իրավունք չունես ինձ վրա թող գնա այստեղից։ Այսինքն մենք ունենք հսկայական մի փունջ օրենսդրական, բնապահպանական, որոնք որ աստիճանաբար գիտակցվելով վերջի տարիներին փորձում ենք աստիճանաբար լուծել, բայց ելի չեն կարողանում հասնել այն իդեալական վիճակին, որ Սևանի ավազանում կարողանան կարգավորել այդ խնդիրը կամ նորից վերադառնանք անտառների վերացմանը, հա, ասում են պետք է բարձրանա անտառները վերացնենք, շատ լավ վերացնենք, խնդիրը մենակ ծառերն են, ջուրը պատկերացրեք, եթե բարձրանում է, ծառերը չկան, ինչ է մնում են տակը, այն հողը, որ կա, այդ հողը պետք է հեռացնի, ինչա պետք է լցվի այդ ֆոսֆատը, չգիտեմ, հանքային աղերը եւ մնացած օրգանական նյութերը լճի մեջ։
Երբ որ ես ուսումնասիրում էի նորից այն ափերը, որոնք կտրտված էին տարբեր ծառերից, ալիքները, որոնք մի քիչ բարձրացել էին կամ մի քիչ մակընթացության նման բաներ կատարվում, այդ ամբողջը լցվում էր ու ամբողջ ջրի այդ եզրը որպես այդպիսին աղտոտվում էր օրգանական եւ անօրգանական նյութերով եւ այնտեղ ձվադրություն կատարած ձկների ամբողջ ձկնկիտն էր մահանում։ Սա էլ իր հերթին ազդեց կողակի պաշարների վրա։ Այսինքն, եթե մենք մաքրում ենք ոչ թե ծառերը, այլ կոմպլեքս ձևով պետք է մոտենալ այդ խնդրին։ Եվ ինչու հենց հատկապես ծառերը, էլ ասեմ, թող ինձանից գնետ բարձրաձայնը, անտարտնտեսությունը դա որպես այդպեսին, իսկ այնտեղ անտարտնտեսություններ կան։ Վաճառում են այդ ծառերը, որոնք որ հատվել են, իրենց չհագարգրվածությունը ծառերը հատելներ, մնացած աշխատանքներ իրենց չեն հետաքրքրում։ Եվ այդ ծառերի վաճառքի ստացած գումարները հարճի թե ուր էր գնում։ Ձևականորեն գուցե գնում էր ինչ-որ մի փոքր մաս, չգիտեմ, ազգային պարկին կամ չգիտեմ տվյալ անտառ, բայց մնացած մասը ես գիտեմ, դրանք գնում էին տարբեր մարդկանց գրպան։ Ինչ վերաբերում է Սևանի կենդանական աշխարհի պահպանության հիմնախնդիրներին, ապա կոնկրետ կան մի քանի կենդանիների խմբեր, որոնք առանձնահատուկ ուշադրության են արժանի։ Առաջինը բնականաբար դա ձկներն են, որոնք հիմնական արտնագործական նշանակություն ունեն։ Իդեպ ասեմ, որ Հայաստանում միակ արտնագործական նշանակություն ունեցող կենդանիները մնացել են ձկները։ Մնացածները ունեն այս կամ այն տարբերակը, եթե չհաշվենք Սևանա լճի համար ինվազիվ հանդիսացող խեցգետինը։ Այս տեսակը ներմուծվել է Հայաստան, եթե չեմ սխալվում, 60-ական թվականներին, առաջի անգամ մենք նրան հանդիպել ենք Հրազդանի կիրճում եւ հետո Արարատյան հարթավայրի որոշակի ջրակալներում, իսկ սկսած 70-ական թվականից, եթե չեմ սխալվում, ինքը հայտնվեց նաեւ Սևանում։ Բնականաբար հաշվի առնելով այս տեսակի մեծ արտնագործական նշանակությունը եւ բավական լուրջ էքսպորտի կարգավիճակ ունենալը, շատերը աչք են փակում նրա տված էկոլոգիական հետևանքների մասին, թե ինչ կարող է ենթադրենք խեցգետինը ունենալ, ենթադրենք թե լճում բնակվող այլ անողնաշար կենդանիների վրա, օրինակ խխուժների վրա, օրինակ, ոչ մեկ չի հետաքրքրվում այդ բանով կամ ամենայն դեպս մեծ ուշադրություն չեն դարձնում, կարևոր է լինի խեցգետին, կարևոր է որ դա վաճառվի։ Ինչ ազդեցություն ունի խեցգետինը ձկային պաշարների վրա նույնպես լիարժեք ուսումնասիրված չի եւ չկան ռեալ փաստեր, որ խեցգետինը կարող է ազդել ձկների վրա, քանակի վրա, սանվելով նրանց ձկնկիթով կամ մանրաձկներով կամ ինչ։ Բայց բոլոր դեպքերում ես որպես գիտնական եմ հարցին վերաբերում են տեսանկյունից, որ եթե մի բան, որը տվյալ տարածաշրջանի համար բնիկ տեսակ չի, միշտ զգուշավորություն եմ ցույց տալիս։ Արդյոք ինքը պետք է լինի այդտեղ, թե ոչ։ Բայց այդ հարցը թողենք բաց, չխորանալով, որտեղ երբեմն տնտեսական հարցերը շատ ավելի են գերակայում, քան բնապահպանական են, նորից կրկնվում է տեսանկյունից։ Մյուս տեսակները թռչուններն են։ Սևանի ավազանում նախկինում մնադրում էր շուրջ 200 տեսակ թռչուն, ընդ որում ասեմ, որ Հայաստանում ներկայում կա թռչունների 360 մոտավորապես տեսակ եւ փաստորեն 2/3-ը բնակալում էր Սևանի ափին։ Երբ որ Սևանի մակարդակիչա եւ եղեգնուտները վերացան, այդ թռչունների, հատկապես ջրլող թռչունների մեծ մասը դադարեց զվադրել եւ բնակալել Սևանի ավազանում եւ այստեղ հանդիպում էր միայն չուերի ժամանակ։ Հետևաբար մենք կորցրեցինք հսկայական թռչունների, հատկապես կարմիր գրքում գրանցվող տեսակների։ Մյուս տեսակները դրանք կաթնասուններն են, որոնք Սևանա լճի ավազանում ապրում են, որոնք կապված են անմիջականորեն ջրային միջավայրի հետ, օրինակ ջրային սամուրը կամ ջրային ջրշունը, վիդրա ռուսերեն։ Այս տեսակը նույնպես կարմիր գրքում է գրանցված եւ նախկինում Սևանա լճում բավական շատ էր, այսօր ձկնային պաշարների նվազման եւ որսագողության արդյունքում այս տեսակի քանակությունը էապես նույնպես ընկել է։ Ինչ վերաբերում է երկենցաղներին, ապա Սևանա լճի ավազանում 3 տեսակ երկենցաղ կար, սողունների, եթե չեմ սխալվում, 10-12 տեսակ, որոնք սակայն երբեք մեծաքանակ չեն եղել եւ էական նշանակություն չեն ունեցել լուրջ էկոհամակարգային տեսանկյունից։ Հիմա վերադառնանք կենդանիների պաշտպանության հարցերին, ասեմ, որ Սևանի ավազանում ամբողջը որպես այդպիսին վերածվել է ազգային պարկի 4 արգելավայրերով, որտեղ բոլորովին արգելված է մարդու տնտեսական գործունեությունը։
Հիմնական այսպես գործունեությունը այդ արգելավայրերի դրանք ձկնային պաշարներն են, թռչուններն են եւ էկոհամակարգային բույսեր, հա, թփեր, ծաղիկներ, հա, այդ տարածքները ապահովելը այդ տեսանկյունից, որպեսզի այնտեղ մարդը չվնասի։ Չնայած այս ամենին էլի որսագողությունը բավականին տարածված է Սևանա լճի ավազանում եւ այն միջոցառումները, որոնք իրականացվում են, չեմ կարծում, որ մեծ արդյունավետություն ունեն։ Առանձնատուկ այս տեսանկյունից ցանկանայի խոսել լճում Սևանի իշխանի պաշարների վերականգնման հարցերին։ Դուք գիտեք, որ սկսած 1930-ական թվականներից Սևանի ավազանում ստեղծվել են առաջին ձկնաբուծարանը, Գավառի ձկնաբուծարանը, հետագայում Լիչքում, հետո Վարդենիսում եւ վերջում Սևան քաղաքում։ 4 հիմնական ձկնաբուծարաններ, որոնք աճեցնում են Սևանի իշխանի կամ թրթուրներ կամ մարածկներ ու բաց են թողում լիճ, են որում ասեն, որ տարեկան 10-ից 20 միլիոն ձկնկիթ կամ թրթուր էր բաց թողում, բայց արդյունքում մենք այդպես էլ չունեցանք Սևանում իշխանի քանակի ավելացում։ Վերջի տարիներին 2015 թվականին ձևավորվեց մեկ այլ նախագիծ, համաձայն որի ձկնային տնտեսություն պետք է հենց ցանցավանդակային տնտեսության ավանդակ պետք է անմիջապես լճում զարգանար։ Եվ 2015-ից մինչև 2022 թվականը ըստ այդ ծրագրի նախատեսվում էր, որ Սևանի ցանցավանդակները կտային մինչև 20,000 տոննա ձուկ։ Դա շատ ավելին է, քան այսօր Արարատյան հարթավայրում աճեցվող բոլոր ձկնաբուծարանների ձկներն իրար հետ։ Եվ մենք որպես գիտական համայնքի ներկայացուցիչներ մեր մտահոգությունը սկսեցինք հայտնել, որ եթե այդ ծրագիրը այդքան իրականանա, ապա կստացվի, որ մոտ հիշեք այս թիվը 70,000 կով միաժամանակ թրքում է Սևանա լճի մեջ։ Եթե մենք այդ ծրագիր իրականացնենք փակ լճերում ոչ մի երկրում, հատկապես ռազմավարական նշանակություն ունեցող լճում, ջրային պաշար որպես այդպեսին, այն թույլատրել էր նման խոշոր ծրագրի իրականացումը, բայց այդ տարիներին դա էր կտրուկ գնում։ Ուղղակի ծրագիրը չիրականացավ այն մասշտաբով, որովհետև հասկացան ձուկը լավ չի աճում ցանցավանդակային տնտեսություններում, ինքը այն աճը չունի եւ տնտեսական արդյունավետություն չունի։